Մարտի 1-ին ոստիկանության Արմավիրի բաժնում Սարդարապատ գյուղի մի բնակիչ գողության վերաբերյալ հաղորդում տվեց։ Փետրվարի 28-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը բացել էր գյուղում գտնվող նրա եղբոր տան երկրորդ հարկի պատուհանը, մտել ներս եւ գողացել սպասք, հեռուստացույց, ձայնարկիչ, DVD պատճառելով մոտ 650,000 դրամի վնաս։ Արմավիրի ոստիկանների իրականացրած համալիր գործողությունների շնորհիվ քրեական հետախույզները կարճ ժամանակ անց տեղեկություններ ստացան գողությունը կատարած անձի վերաբերյալ։ Նույն գյուղից էր 22-ամյա Արթուր Մարտիրոսյանը։ Ստուգվեցին նրա տեղաշարժն ու գտնվելու հավանական վայրերը։ Համագործակցելով ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր եւ Արմավիրի մարզային վարչությունների ծառայողների հետ, Արմավիրի ոստիկանները մարտի 12-ին Երևան քաղաքի Իսահակյան փողոցում հայտնաբերեցին Արթուր Մարտիրոսյանին եւ գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկեցին։ Ոստիկանությունում Մարտիրոսյանը շուտով խոստովանեց մեղքը։ Հաջորդած քննչական փորձառության ընթացքում նաեւ ցույց տվեց, թե ինչպես էր մտել տուն եւ կատարել գողությունը։ Գողության դեպքն արագ բացահայտելու շնորհիվ ոստիկանները հայտնաբերեցին եւ արգրավվեցին նաեւ գողոնի մի մասը։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Արթուր Մարտիրոսյանը կալանավորված է։ Քննությունը շարունակվում է։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի մարտի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 9։ Բացահայտվել է գողության 22, խարդախության 9, յուրացման 5, շորթման 2, համակարգչային հանցագործության եւ խուլիգանության 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 եւ գողության 3 դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Մարտի 17-ին արտերկրի մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետի տեղակալ ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին։ Ռուսաստանի Դաշնության Ռոստով քաղաքի օդանավակայանից զանգահարած Հայաստանի քաղաքացին հայտնում էր, որ անձնագրի վավերականության ժամկետը դեռ չի լրացել, սակայն այն օգտագործման համար ոչ պիտանի է եւ ցանկանում էր տեղեկանալ, թե կարող է առանց Հայաստան վերադառնալու նոր անձնագիր ստանալ։ Նրան պարզաբանվել է անձնագրի փոխանակման համար կարելի է դիմել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայություն։ Հայաստանից զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, որ բնակարանի սեփականատերն իրեն հանել է հաշվառումից։ Ինքը ցանկանում է անձնագիր ստանալ, սակայն նոր բնակության վայրի սեփականատերը համաձայնություն չի տալիս հաշվառելու համար։ Քաղաքացուն պարզաբանվել է, որ այն դեպքերում, երբ սեփականատերը ներկայացնում է գրավոր առարկություն բնակվող անձին հաշվառելու համար, բնակչության պետական ռեգիստրում նշվում է կատարվում անձի գտնվելու վայրի մասին, օրինակ նշելով շենքը, փողոցը, առանց բնակարանը նշելու։ Ֆրանսիայից զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, որ իր երեխաների ծննդյան վկայականներում իր ազգանվան ֆրանսերեն եւ անձնագրի անգլերեն տարբերակների միջև կան որոշակի հակասություններ, ինչը երեխաների համար Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու խոչընդոտ է հանդիսանում։ Ոստիկանության ներկայացուցիչը տեղում կապ է հաստատել արտաքին գործերի նախարարության ներքին աուդիտի բաժնի պետի հետ եւ փոխանցել քաղաքացու կոնտակտային տվյալները խնդիրը ուսումնասիրելու եւ լուծման հնարավոր տարբերակներ գտնելու համար։ Օտարերկրյա պետությունում գտնվող մեկ այլ քաղաքացի էլ հայտնելով, որ բացի այլ երկրի քաղաքացիությունից ունի նաեւ Հայաստանի քաղաքացիություն, ցանկանում էր տեղեկանալ, թե Հայաստանի Հանրապետությունում բնակվելու համար որևէ ժամկետային սահմանափակում կա իր համար, թե ոչ։ Նրան պարզաբանվել է, որ եկահաքացին Հայաստանում կարող է բնակվել առանց ժամկետային սահմանափակման։ Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա մարտի 24-ին Երևանի ժամանակով ժամը 11-ից 13-ը։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Skype-ի հասցեն Armenian Police։ Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, քարտուղարություն @police.am էլեկտրոնային հասցեներին։ Տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Ինչ սկզբունքով է իրականացվում հաշվառման գործընթացը։ Յուրաքանչյուր ոք պարտավոր է մշտական բնակության վայրը փոխելու դեպքում 7-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել նոր բնակության վայրի հասցեի մասին։ Վարչարությունը իրականացում է պարզեցված եղանակով։ Հարկավոր չէ հաշվառումից դուրս գվելու համար ներկայանալ նախկին հաշվառման վայրի ազգագրային ծառայություն։ Գործընթացն իրականացվում է մեկ պատուհանի սկզբունքով։ Քաղաքացին կամ նրա լիազոր ներկայացուցիչը ներկայանում է նոր բնակության վայրի անձնագրային ծառայություն, ներկայացնելով օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը։ Փաստաթղթերը պատշաճ լինելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում իրականացվում է անձի հաշվառումը, հանելով նախկին բնակության վայրի հաշվառումից։ Գործընթացի համար կվճարեք 1000 դրամ, սակայն վճարից ազատված են փախստականի կարգավիճակ ունեցող եւ 16 տարին չլրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։